Հիմա հարգելի հեռուստադիտողներ, մի շատ հետաքրքիր փաստ ենք անդրադառնալու, որ տեղեկությունը ստացվել է Հայաստանից, Գյումրեցի լրագրողներից, բայց վերաբերում է այստեղ ապրող ձեր կողմից կարծում շատերի կողմից շատ սիրված մարդու։ Հուլիսի 2-ին Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը հյուրընկալել է բուհի բարեկամ եւ բարերար դոկտոր Հայկ Սարգսյանին եւ նրա գեղեցիկ ընտանիքին։ Հայկ Սարգսյանի մասնագիտական ունակությունները այստեղ Լոս Անջելեսում շատերիս են հայտնի, այո, խոսքը դեղագործ Royal Pharmacy դեղատան տնօրեն համահիմնադիր Հայկ Սարգսյանի մասին է։ Պարոն Սարգսյանը այդ բուհում տարիների վեր աջակցում է բազմաթիվ նախաձեռնությունների եւ ծրագրերի իրականացմանը։ Այցի ընթացքում դոկտոր Սարգսյանը ծանոթացել է վերջին տարիներին մասնաճյուղում իրականացված ծրագրերին։ Նշանակալի իրադարձություններ նաեւ Հայկ Սարգսյանի հանդիպումը բուհի ուսանողների եւ դասախոսների կազմի հետ։ Իդեպ ասեմ նրանց համար ովքեր չգիտեն, բուհ նշանակում է հապավում է բարձրագույն ուսումնական հաստատություն։ Արդեն 5 տարի է ինչ դոկտոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ բուհում գործում է ուսման վարձի փոխհատուցման կրթաթոշակային ծրագիրը։ Դրա շնորհիվ բազմաթիվ տաղանդավոր ուսանողներ հնարավորություն են ստացել շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը։ Բարերարի աջակցությամբ տեղի ունեցել բուհի բակի բարեկարգում, լաբորատորիաների արդիականացում, ժամանակակից սարքավորումների եւ հաստոցների ձեռքբերում, ինչպես նաեւ կրթական միջավայրի շարունակական բարելավում։ Գիտեք, չեմ կարող ուղղակի չասել բարերարը պիտի այսպեսին լինի, ոչ թե մի բան անում են, որ բոլոր աշխարհին ցույց տան։ Տարիներ շարունակ չենք էլ իմացել, այդքան շփվում ենք Հայկ Սարգսյանի հետ, նաեւ մեր հեռուստատեսության բարեկամն է ու շատ կարևոր ու հետաքրքիր է փաստը։ Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը խորին շնորհակալություն է հայտնում դոկտոր Սարգսյանին երկարամյա վստահության, անշահախնդիր աջակցության եւ կրթության ու արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նրա նվիրումն ու հավատը երիտասարդ արվեստագետների ներուժի նկատմամբ շարունակում են ոգեշնչել եւ ստեղծել նոր հնարավորություններ ապագա սերունդների համար, փաստում են Գեղարվեստի Պետական Ակադեմիայում։ Իդեպ ինքը դեղագործ եւ մշակույթն է հովանավորում, այսպես ասենք։ Ասեմ ավելին ամենաողը ես հենց այդ դեղատնից էլ օգտվում եմ։ Այո, ես էլ ճիշտ ասած նաեւ իմ դրա համար ասեցի բարեկամ։ Իսկ հայրը Հայկի նկարիչ է, երևի այդտեղից է գալիս այդ մղումը օգնելու մշակույթի ասպարեզին հատկապես գուցե։